շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը, այսպես կարելի է ասել, միասին ամփոփենք Աստղ շաբաթը եւ այսպես։ Ես կուզեմ նախ սկսենք այս հարցից երկրում տիրող անառողջ մթնոլորտը։ Մենք օրը բացվում է կամ օրը ավարտվում է, մենք տեսնում ենք կրակոցներ, սպանություններ, այս ամենը ինչի դրսևորում է։ Հաշվի առնելով, թե օրինակ նույն ներքին գործերի նախարարությանը ինչքան գումարներ է տրամադրվել ոստիկանական համակարգի չակերտավոր բարեփոխման նպատակով, բայց համատարած մենք ամեն օր լսում ենք սպանություններ, ծեսկրտուկներ, դանակահարություն եւ ինչ թե հատկանշական։ Օրինակ մարդկանց մի մասի իդեմս օրինակ Աշոտ Երկաթի, Աշոտ Մինասյանին այսօր իրեն կալանավորել են զենքը պահելու, այսպես ասենք, հա, հոդվածով, մինչդեռ ամբողջ երկրում ռեյդ անեն բոլորի ձեռքին զենք ու դանակ ու չգիտեմ ինչ կա։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Ընդհանրապես դուք խոսում եք իրավախախտումների մասին, անաչառ եւ վիճակագրության վրա հիմնված պատասխան կարող են տալ տվյալ ոլորտի աշխատողները։ Երեք ես զարմանքով նկատեցի, որ պարզվում է մենք այնքան էլ վատ պայմաններում չենք ապրում։ Մի պատասխանատու ոստիկան էր խոսում, նույնիսկ կարելի էր մտածել, որ երանելի երկրում ենք ապրում, ապահով, անվտանգ, ընդհանուր առմամբ չկա հասարակություն, հանրություն, նույնիսկ Շվեյցարիայում երբեմն լինում են դեպքեր, այնպես որ չպետք է համարել, որ մենք այդպես մի բացառիկ ազգ պիտի լինեինք, որը ազատված լիներ։ Գիտեք, չէ, երկրներից մեկի ղեկավարին նորաստեղծ երկիր ասում են բացահայտել են գողություն, անառակություն եւ ավտովթար միտումնավորված սպասում են, որ ինքը պիտի տխրի գնահատական ասում է փառք Աստծուն, մենք էլ ազգ դարձանք։ Ուրեմն ազգերի համար բոլոր նաեւ անցանկալի դեպքերը հնարավոր են, բացառել չի կարելի, բայց մենք տեսնում ենք, որ իրավախախտումներն են շատ եւ այդ իրավախախտումների թիվը կավելանա, քանի դեռ հանրությունը դրանց դեմ չի կենտրոնացնում իրավախախտումների դեմ իր կարողականությունը։ Ես այդպիսի մի հնարավորություն տվեցի, շատ ուրախ եմ, որ եղան ինձ համար մինչ այդ բացարձակապես անհայտ քաղաքացիներ, որ իրենց պարտքը համարեցին աջակցել եւ որոշակի հաջողություններ արդեն արձանագրել ենք, այսօր նաեւ դրա մասին կխոսեմ, բայց երբ որևէ տեղ, որևէ մեկը բողոքում է իրավախախտումից, դա կարող է լինել նեղ անձնական թե հանրային, ազգային նաեւ, այդ մարդը երբ տեսնում է, որ ինչ որտեղ ընդվզում կա, պիտի աջակցի, թե չէ տանը խոսելով նույնիսկ լրատվամիջոցով ինչ որ հայտարարություն անելով, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվի։ Մարդիկ նախ եւ առաջ պիտի գործնական տրամադրվեն եւ հետո կարողանան տարբերել կարևորը 10-րդականից, այսինքն հիմնապատճառը հետևանքից, հետևանքների դեմ պայքարելու տրամադրվածությունը գալիս է անպատրաստվածությունից։ Մեր երկրում արգա բոլոր թերությունները եւ լուրջ սխալները դրանք հետևանք են այն բանի, որ քաղաքացին չէ երկրի տերը։ Սրա մասին ասել եմ, ասում եմ եւ կասեմ, այդպես ասել են բոլոր ժամանակների բոլոր իսկ առողջ մտածող մարդիկ, երբ Հայաստանի քաղաքացին երկրի տերը դառնա, այն ժամանակ արտառոց կլինի զգացումը, թե ինչպես էր համարձակվում երկրի առաջին դեմքը, ինչ որտեղ բանակցությունների գնալ եւ ասել ժողովրդի անունից խոսել, ասել բաներ, որոնք որ այդ ժողովուրդը չի քննարկել, ժողովուրդը կարծիք չի հայտնել։ Այսինքն այս ամենը նրա հետևանք է, որ արդեն օրինականացվեց Հայաստանում բռնապետական աշխարհընկալումը, ու մենք ինչ որտեղ նպաստում ենք բոլորս, որ Նիկոլը գլուխը կորցնի, Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ, հասարակ օրինակ, հարևանների այդ հարաբերություններում ինքը ասում եւ անում է բաներ, որոնք կարող էր անել միայն բռնապետը։ Այլապես երբ հարևան երկրի բռնապետն ասում է օրինակ, կամ նույնիսկ ոչ բռնապետ, ինչ որ մեկն ասում է ձեր սահմանադրությունից այսինչ բանը պիտի հանվի, իր պատասխանը պիտի լինի, գիտեք, այդ տեսակ հարցերը ժողովուրդն է որոշում։ Մեր ժողովուրդը ժամանակին որոշել է հետեւյալը եւ այլևս չհամարձակվեք դրա մասին խոսել։ Իսկ երբ ինքը
արդեն վարժվել է իրավախախտ գործունեության, չի էլ հասկանում, որ դա ի վնաս իրեն է։ Ինքը, ինչպես ասում են, պաշտպանվելու տեղ չունի, լրացուցիչ հնարավորություն չունի։ Եվ ժողովրդավարական երկրում միշտ ասում ես կորոշի ժողովուրդը, կորոշեն մեր դատական եւ օրենսդիր իշխանությունները իրենց տեսակետը կա։ Իսկ եթե դու արդեն նախընտրել ես դառնալ բռնապետ, ապա այդ դեպքում դու հուսահատական ելքեր ես փնտրում։ Ինչի ես քո վրա բեռ վերցնում։ Հիմար մարդը դժվարությունները բաժանում է ուրիշների հետ, իսկ ոչ ներողություն։ Առողջ մարդը դժվարությունները իր վրայից դնում է մի կողմ եւ դա նաեւ արդարամիտ է, իսկ հիմար մարդը ամեն առիթով փորձում է իրեն ցույց տալ, ցուցիկի նման մեջտեղ ընկնել։ Ես եմ մտածում, ես եմ մտածում, դու ով ես։ Մահկանացու վաղը ճիճուներն են քեզ ուտելու, ինչպես ասում էր Ստեփան Զատիկյանը, դա ես դու։ Դառնալու ես ճիճուների կեր, այնպես որ լավ կլինի, որ կենթանությանը տորոք հասկանաս, որ քանի դեռ չես արժանացել, նույնիսկ մանավանդ իշխանություն ունենալու պայմաններում, լավ կլինի, որ հասկանաս, որ երկրի տերը ժողովուրդն է, քաղաքացիներն են։ Ես այդ ուղղությամբ շատ եմ խոսել, այսօր այսքանով ամփոփենք, շատ ցավալի են այս բոլոր իրադարձությունները, բարությունը պակասել է մեզնում, բարության մարմինը, բարության հիմնական կառույցը ավանդաբար արդեն կարող եմ ասել 2000 տարի հայության մոտ դրա ջահակիրը, ուսուցիչը, առաջամարտիկը եղել է հայ առաքելական եկեղեցին, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը նույնպես նպաստում է բացասականի ավելացմանը մեր կյանքում։ Միջայլոց եկեղեցու հետ կապված, տեսեք, ինչ եղավ, հա, քրիստոնյաների, այսպես ասենք, իրավունքները պաշտպանող թվում էր, չէ, այդպես Վենսը ժամանեց Հայաստան եւ նրա ժամանման օրերին արդեն կարծեմ եղավ այդ հայտարարությունը, որ կաթողիկոսին պետք է բերեն ազգային ժողով տեսնեն, այնուհետև նաեւ քրեական հետապնդում նախաձեռնվեց կաթողիկոսի դեմ եւ արգելվեց նրա դուրս գալը երկրից եւ չկայացավ եպիսկոպոսար ժողովը, փոխարեն հավաքը կայացավ այդ հանդերձ։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եկեղեցու դեմ է իրենց այդ քրեական հետապնդումն այս հայտարարությունը իդեմս կաթողիկոսի։ Մեր այս ցույցերի շարքի ընթացքում մենք ունենք նաև պաստառներ ձեռքերդ հերրու հայ առաքելական եկեղեցուց, այսինքն ընդհանուր վերնագիրներ ոչ իրավախախտումներին, բայց նաև այդ հարցին անդրադարձանք, որովհետև գրեթե չկա բանական մարդ, որ եկեղեցու նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը դատապարտելի չհամարի։ Կան ծախու արարածներ, կան նաև մտագարներ, կան ամբարոյականությունը գլխավոր կենսակերպ համարող մարդիկ։ Դրանք, այո, նրանք ասում են ճիշտ է, պիտի եկեղեցին մաքրենք, չմտածելով, որ ամեն ինչը պիտի կյանքում մաքուր լինի եւ առաջին հերթին ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով։ Սա էլ գալիս է նրանից, որ մեր ազգային արժեհամակարգից մարդիկ հեռացել են, որովհետեւ այսօր սահմանադրություն են վկայակոչում, այսօր վկայակոչում են տարբեր իրենց կարծիքով ակնհայտ անթույլատրելի երևույթներ, բայց կա մի գերագույն սկզբունք։ Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ փորձեցին սադրանք նախաձեռնել, նրանք ովքեր Հիսուս Քրիստոսի աշխարհ բերած արժեքների շնորհիվ հետագայում պիտի շահեին, Աստծո համար ժամանակ չկա, չէ՞։ Կարող է մի բան արված լինի 1000 տարի առաջ եւ 1000 տարի հետո դա արդյունք տա։ Ինչևէ, այս հարցում չեմ ուզում խորանալ, նուրբ հարց է։ Իրեն հարցրին. հիմա ինչ անենք, մենք հարկ տանք հռոմեացիներին, թե չտանք։ Հարկ չտալը հավասարազոր էր ապստամբություն բարձրացնելուն։ Ինքը մի բանաձև տվեց, չէ, կեսարինը կեսարին, Աստծուն Աստծուն։ Այսինքն աշխարհիկ հարցերով պիտի զբաղվեն աշխարհիկ իշխանությունները եւ Աստծուն վերաբերող հարցերով նրա կառույցով զբաղվում են իրենք, մանավանդ որ կա, կրկնում եմ, հազարամյակով ամրագրված ավանդույթ։ Այն ինչ որ անում է այսօրվա իշխանությունը, նախնական փուլում այդպես փորձում էին արդարանալ, թե գիտեք, մենք եկեղեցու դեմ չենք անում, մենք անում ենք որոշ հոգևորականների դեմ, բայց ժամանակը ցույց տվեց, որ իրենք
ինչպես շատ հաճախ, չասեմ ինչպես միշտ, կարելի է նաև ասել ինչպես միշտ, շատ հաճախ չգիտեն թե ինչ են ասում եւ ինչ են անում, կարճ ասած ստում են։ Սա եթե որպես երևույթ գնահատենք, ուրիշ անգամներ ասել եմ, բարոյա քաղաքական ինքնասպանություն գործելու ամենակարճ ճանապարհն է, որովհետեւ երբ դու տիեզերական օրինաչափությունների խոսքս այն մարդկանց մասին, ովքեր հավատացյալ չեն, երբ դու տիեզերական օրինաչափությունների դեմ ես գնում, տիեզերքը այնքան մեծ ու հզոր է, որ քեզ դուրս է դնում իր համակարգից։ Նույնը վերաբերում է նաև այս հարցին։ Նիկոլ Փաշինյանը պիտի դասեր քաղեր անցյալից, հիշեր, որ իր շատ հավանած պապ թագավորը չնայած լավ սկսեց, բայց այն պահից երբ խստորեն միջամտեց եկեղեցու գործերին, նույնիսկ իր սպարապետի, Մուշեղ սպարապետի, բոլորը շատ ենք սիրում, չէ՞ Մուշեղ սպարապետին, բայց նրան հետո սպանեցին առանց մեծ աղմուկի, այսինքն հաջորդ թագավորը, հաջորդ իշխանությունները որոշեցին, որ ինքը մասնակից է պապ թագավորի սպանության։ Դե ամբողջ հարցն այն է, որ բոլոր երևույթների նայելիս պիտի չմոռանաս, որ այդ երևույթները նաև դառնում են ցավոք սրտի ապագան նախորոշող սխալ զարգացումներով, դրականը ուրախալի է դրական, այնպես որ պիտի չմոռանանք պատվիր ծնողներից պատվիրանը, մշտապես ուսումնասիրենք, պատվիրը դա է նշանակում առաջին հերթին, եւ քանի որ ելակետ ունենք, ելակետը մեր քրիստոնեական արժեհամակարգն է, փորձենք ճիշտ կողմնորոշվել։ Մենք տեսանք նաև սրբազանների դեմ արշավ օրերք իրականացրեցին եւ երեք փաստաբան Արսեն Հովյանը Աշակ սրբազանի հետ կապված այն կեղծ տեսանյութը իրանք գցեցին, այսպես ասենք, հանրային դաշտ, իհարկե որևէ արձագանքի դա չարժանացավ, բայց եւ ապացուցվեց միջազգային 3 փորձագիտական ընկերություններն հաստատել էին, որ կեղծիք է այդ տեսանյութը, հիմնավոր կասկածներ կային նաև արհեստական ինտելեկտով է, որ ստեղծվել դա։ Խնդրեմ, այս մասով ձեր տեսակետը։ Գիտեք, այս թեմաներով ցանկացած մարդ կարող է խոսել, քննադատել, տալ իր գնահատականը։ Ես քանի որ գործիչ եմ, վստահ եմ, որ ինձնից մարդիկ դեռևս շարունակում են գործերի սպասել, մանավանդ որ այդ գործերի ուղղությունը արդեն կատարված իր փաստերով իրեն արդարացնում է։ Տեսեք, նման երևույթներ կան, որովհետև Հայաստանում իշխանությունը չի պատկանում քաղաքացուն, դրանք վերացական խոսքեր չեն։ Իշխանությունը քաղաքացուն պետք է պատկանի առարկայորեն։ Աշխարհը դեռևս դրան չի հասել, մեզ հաջողվել է դրան հասնել։ Դուք հիշում եք, որ բազում անգամներ ես այս երևույթի մասին խոսելիս եւ հանգելով սահմանադրական խնդիրներին, թվում էր թե օրինակ այնպեսի հայտնի դեմք, ինչպեսին լավ, անունը չտամ հիմա, հարցրեց, քանի տարի է դու այդ ուղղությամբ աշխատում ես, հրապարակավ հարցրեց, ասացի շատ ավելի պակաս եմ աշխատում այդ ուղղությամբ, քան աշխատել եմ անկախություն հանրաքվեի ճանապարհով ուղղության համար։ Հետևողականությունը, սկզբունքայնությունը եւ արդարամտությունը անպայման պտուղ տալիս են, որովհետեւ երբ դու չես ծուլանում, ամեն պատարակում դրա մասին խոսք լինում է, ծուլությունը նույնպես մեղք է։ Նշանակում է դու Աստծուն հաճելի ճանապարհով ես, մեր հայրերի արժեհամակարգին հավատարիմ ձևով ես աշխատում։ Մեր տևական աշխատանքները ավարտվեցին այս փուլում նրանով, որ վերջապես Հայաստանի իշխանությունները ընդունեցին, որ իրենց տրամադրության տակ կա հայեցակարգ եւ սահմանադրության բարեփոխված սահմանադրության նախագիծ։ Մի քանի օր առաջ մենք արդարադատության նախարարությունից ստացանք գրություն, որում մասնավորապես ասվում է, ես սա շատ կարևոր եմ համարում ներկայացնել, բառացի հետևյալը։ Ի պատասխան ձեր կողմից, ինչպես հա, բարի։ Ի պատասխան ձեր կողմից ամսաթվերը չնշեմ, բայց լավ կարելի է, փետրվարի 6-ին վարչապետի աշխատակազմ ներկայացված թիվ այսինչ գրության հայտնում ենք, որ ձեր կողմից ուղարկված նախագծային առաջարկները, խոսքը վերաբերում է հայեցակարգին եւ բարեփոխված սահմանադրության նախագծին։ Այս այն է, ինչի վրա 7 տարի աշխատում են, 7 տարի խոստացել են, 5 տարի իբր թե աշխատում են ու հաջողության չեն կարողանում հասնել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նկատի կունենա նոր սահմանադրության տեքստի մշակման ժամանակ։ Եթե ես չարական մարդ լինեի, այս պատասխանը վաղը պատճառ կդառնար, որ արդարադատության նախարարը թռներ պաշտոնից,
բայց իմ նպատակը դա չէ։ Հիմա չեմ էլ ներկայացնի հատկապես ինչն է այնտեղ անթույլատրելի, իշխանությունների կողմից մերժելի։ Ուրեմն սրանով այն գործելակերպը, որ գիտեք, պարոն Հայրիկյան, մենք չենք ստացել, նույնը անում էին նաև նախկիններ, այսինքն նախկիններն ու ներկա կոչվածները, դրանք նույն նախկիններն են, բացասական իմաստով վերջապես այդ փուլը հաղթահարվեց։ Եվ հիմա, հենց այս օրերին, հայաստանյան բոլոր քաղաքական կազմակերպությունների ղեկավարները քննարկում են հետևյալ հարցը. արդյոք իրենք պետք է միանան այս հայտարարությանը։ Մենք ծանոթանալով Արդարադատության նախարարությունից Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ուղարկված հետևյալ պաշտոնական գրություն ես ներկայացրի։ Ողջունում ենք Արդարադատության նախարարության պատրաստակամությունը, տեսեք այնտեղ իրենք ասում են մենք նկատի կունենանք, չէ՞, ուրեմն ողջունում ենք, սակայն կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը հոդված 21.5 պահանջում է ոչ թե նկատի ունենալ, այլ քննարկել հանրագրերը։ Ելնելով վերոհիշյալից մենք պահանջում ենք, սա ուրեմն գրված է Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ արդարամիտ քաղաքացիների անունից։ Ուրեմն մենք պահանջում ենք սահմանադրական խնդիրների լուծման համար ստեղծված խորհրդին, որպես այլընտրանքային տարբերակ, անհապաղ քննարկել ներկայացված միակ այլընտրանքային հայեցակարգն ու սահմանադրության նախագիծը եւ ավարտվում է կուսակցությունից ստացած հանրագիրը չքննարկելը ոչ միայն ժողովրդավարությունը երաշխավորող դրույթի ոտնահարում է, այլև սահմանադրական օրենքի ըստ էության Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության կոպտագույն խախտում է, որը հուսով ենք ՀՀ արդարադատության նախարարության եւ կառավարության նպատակը չէ։ Հիմա տեսեք նոր փուլ է սկսվում մեր հանրային կյանքում։ Բոլոր այն քաղաքական ուժերը, նաեւ անհատները, որոնք համաձայն կլինեն այս մտքի հետ եւ առաջիկա մեծ միջոցառմանը կմասնակցեն իրենց բողոքը հայտնելով, նրանք կնպաստեն, որ շատ արագ քննարկվի եւ ուզեն ընդունվի մեր ներկայացրած նախագիծը, որով Հայաստանի քաղաքացին, խնդրում եմ ինձ դաս չտալ։ Դուք ձեր տեսակետը կարող եք հայտնել, բայց ես ուզում եմ ներողություն, դուք Մարիամ ջան, խնդրում եմ նկատի ունենաք, որ դուք խոսում եք այն մարդու հետ, ում ժամանակին ոչ թե այդպես հակճարել են, այլ տարել են բանտ, որ լռեցնեն։ Հիմա ես անում եմ մի բան, որը օգտակար է, գիտեմ, չեմ ասում դուք, բայց այդ մտածելակերպը, երբ ես խոսում եմ գործ անելու մասին, գործը պիտի արվի։ Ասել, որ ում եք դիմում, մենք մեզ ենք դիմում, մենք դիմում ենք ամբողջ աշխարհին, դիմում ենք ամենակարողին, ասելով, որ մենք չենք հանդուրժում այս ամենը։ Եվ եթե դա արտահայտվում է միայն եթերում խոսելով, նշանակում է դու նպաստում ես իրենց դեմոկրատ խաղալուն եւ իրենց քաղաքականությունը շարունակելուն։ Իսկ երբ ստիպում ես, ինչը որ ես արել եմ արդեն, ստիպում ես, որ իրենց կեցվածքը փոխեն, ես ժամանակին ինձ կարող էին ասել, «Էդ ում ես դու կոմունիստներին պահանջում ես հանրակրվե»։ Դուք իմացեք, որ ես այդ ճանապարհն անցել եմ, ձեզ շատ եմ սիրում, բայց ուզում եմ, որ այդ սիրելու արդյունքում եմ ասում դա, ուզում եմ, որ դուք երբեք ձեզ թևաթափ չանեք նպաստ իշխանությունների։ Շատ լավ, եւս մի քանի հարց բան Հայրիկյան, տեսեք, ինքը Վաշինգտոնում էր, որտեղ օրինակ Թրամփը ասում է, որ այլևս դուք դիմելով Փաշինյանին եւ Ալիևին եղբայրներ եք, այսպես, հա, ընկերներ եք, այսպես մի հարց, հա, բա ընկերոջ արինակիցների ցմահ կդատապարտեն, բա նույն ընկերոջը։ Այո, կդատապարտեն, եթե հանցագործեն։ Ես հասկանում եմ, դուք հարցնում եք կդատապարտեն, եթե մեկը հանցագործ է կդատապարտեն, բայց արդյոք հանցագործը իրավունք ունի ինքը հանցագործություններ կատարելու։ Սա ամենը գալիս է նրանից, որ Հայաստանում քաղաքացին չէ երկրի տերը եւ Նիկոլ Փաշինյանը օգտվելով նրանից, որ իրեն ժողովրդական լեզվով ասեմ, էլի շանտեղ դնող չկա, ասում են ինքնով է որ իրեն դիմենք, ինքը այդ հարցում հասել է հաջողության։ Եվ անում է ինչ որ ուզում է, ասում է ես եմ ժողովուրդը։ Մինչդեռ Հայաստանի քաղաքացին պետք է դառնա երկրի տերը եւ ամեն անգամ երբ Հայաստանի վերաբերյալ սխալ անարդար հայտարարություններ են լինում, դրան համարժեք արձագանքի։ Նիկոլ Փաշինյանը
չգիտի ինչ է արդարությունը։ Դուք նրա խոսքերում երբեք չեք լսի արդարություն բառը։ Եվ բացի այդ, ինքը արդեն վարժվել է, որ պիտի հավասարազոր ներկայանա բռնապետներին։ Ուրեմն տեսեք, մեծագույն առավելությունը, որ մենք թվում է թե ունեինք, ի սկզբանե առաջնորդվել ենք ինքնորոշման սկզբունքով, իսկ մեր հակառակորդը առաջնորդվել է ուժով հարցեր լուծելու դիրքորոշմամբ, կեցվածքով։ Հիմա մենք դա կորցնում ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեր օգնությամբ, այն բանի շնորհիվ, որ մենք իրեն չենք սաստել, տեղը չենք դրել, ինքը իրեն իրավունք վերապահեց նոյեմբերի 9-ը ստորագրել, դրանից հետո ինքը իրեն իրավունք վերապահեց մեզ համոզել, որ Գորիս Կապանը մերը չէ, եւ այլն, այդ բոլորը գիտենք։ Ուրեմն տարբեր մանրուքների մասին խոսելու զուգահեռ, տեսեք, չեմ ասում, բայց դրանցից առաջ մենք պիտի հիմնականի մասին խոսենք։ Ես զբաղվում եմ հիմնականով, ով խելացի ելք է փնտրում, ով փորձում է իր պատկերացումները ուղղորդել մեզ պատվիրված հավատը գործերով սկզբունքով, հիշելով իմ անցած ճանապարհը, իմ գործերը, պիտի ասի ես աջակցում եմ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությանը, կարևորագույն հարցը սա է։ Հայաստանում վաղ իշխանության եկող որևէ ուժ ահավոր դժվարությունների առաջ է կանգնելու, եւ որքան մենք ուշացնում ենք, իսկ այսօր հնարավոր է շատ արագ, օրինակ այս գործին աջակցելով կարելի է մինչև ընտրությունները արդեն ունենալ նոր սահմանադրություն եւ բոլորովին այլ Հայաստանում ապրել։ Այդ ամենը ինձ համար ավելի քան հստակ է։ Եվ նաև այսպեսի, նորից գալու է եկեղեցու դեմ իրականացվող արշավին, վերջերս Ալեն Սիմոնյանը այսպես հարցազրույցներից մեկում մեր հոգևորականներին մինչև անգամ մանկապարտության մեջ էր մեղադրել որոշ հոգևորականների։ Դատախազությունից իհարկե եղել է, որ որևէ այդպիսի հիմքեր չկան, նմանատիպ վարույթներ չեն նախաձեռնվել։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Արշավը, որ իրենք իրականացնում են եւ մինչև անգամ այսպիսի կեղտոտ ձևով։ Ես հասկանում եմ, որ դուք ակնկալում եք, որ ես խոսեմ ոչ հիմնականի մասին նաև, որովհետև բնական է հանրության մեջ այդ բոլորը կա։ Տվյալ դեպքում հասարակ մի բան։ Այդ արտահայտությունը արած որևէ պաշտոնյա արդեն պիտի պաշտոնից հեռացած լիներ, եթե 1-2 օրվա ընթացքում չներկայացներ փաստեր։ Դա ոչ միայն անպատասխանատու հայտարարություն, այլ զրպարտություն, եթե փաստերով չի հիմնավորված, եւ զրպարտության առարկա նշանը թիրախ դարձածը ազգային կարևորագույն կառույցն է։ Ես կարծում եմ, որ ինքը, գիտեք, երբ Աստված ուզում է որևէ մեկի պատժել, նախ եւ առաջ նրանից խելքն է վերցնում։ Իրս անխելքությամբ փորձելով հաճոյանալ իր տիրոջը Նիկոլ Փաշինյանին եւ ասել ավելի վատ բաներ, քան Նիկոլն է ասում, ինքը կատարեց այդ սխալ քայլը ու կործանեց իրեն որպես մարդ, ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլ նաեւ որպես մարդ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։